Եկեք ցնծություն ունենք Տերոջը առջև, աղագենք մեր փրկության վեմին, քոհությունով անոր երեսին առջև կանք, սամոսներով աղագենք անոր, վասնզի դերը մեծ Աստված է ու բոլոր աստվածներուն վրա մեծ թագավոր, անոր սերքին մեջն են երկրի խորունկ դեղերը, ու լերներուն փարսությունները անոր են, իրն է ձովը ու ինք Զանիգա ստեղծեց եւ իր ցերքերը ստեղծեցին ցամաքը եկեք երկրպագություն ունենք ու ծրինք ձուն կրկնենք մեզ ստեղծող Տերոջ առջև վասնզի ան է մեր Աստվածը ու մենք անոր արոդին ժողովուրդը եւ անոր ցերքին ոչխարներն ենք այսօր եթե անոր ցայնը լսեք ծեր սրտերը մի խստացնեք Ոտքի վրա պիտի երկենք նաև 613-րդ երգը, երգ 613 ամեն երկիրներ Տերոջով ցնծացեք։ Մինչ ոտքի վրա ենք, պիտի գարտանք փոխասացությամբ առաջին փոխասած ընթերցումը, թիվ 1 Աղաղեցեք Տերոջը ով բոլոր երկիր, ծառայեցեք Տերոջը ուրախությամբ, անոր առջև եկեք ցնծությամբ Դերը իր սուրբ դաջարին մեջ է, անոր երեսին առջև լուր գեցիր, ով բոլոր երկիր։ Վասնզի ան է մեր Աստվածը, ու մենք անոր արոդին ժողովուրդը եւ անոր ցերքին ոչխարներն ենք։ Վասնզի թագավորությունը Տերոջն է ու անգդիր է ասկերուն վրա։
Ժամանակ կուկա ու հիմա է, երբ ճշմարիտ երկրպագողները երկրպագություն պիտի ունեն հորը, հոգիով ու ճշմարտությունով, վասնզի հայրնալ իրեն այնպիսի երկրպագողներ գուզե։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր, Որդուն մեր Աստվածն ես, մեր առաջնորդն ես և փառաբանության արժանի։ Շնորհակալ ենք ով Տեր, որ այսօր դարձյալ մեր սրտերը գդակցնես այս գենարար խոսքերովդ, որպեսզի կարենանք անգամ ևս քեզ ընդունել մեր սրտերուն մեջ։ Օրհնե ժողովուրդը, ինչպես նաև քո խոսքդ, եւ դուր որով Տեր հոգիով ու ճշմարտությունով քեզ բաշխենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Մեր նստած տեղերեն պիտի շարունակենք նաև մեր երգեցողությունը 19-րդ երգը երգելով։ Երգ 19։ Սրդին մոտ մեղքից ավեն ազատ է ան Աստծո սրդին մոտ ով փրկիչ Հիսուս օրհնյալ արդ քեզ ենք կարոտ գնե ամենուս մնալ Աստծո սրդին մոտ Սուրբ Տեր մգա հանգստության Աստծո սրդին մոտ Փրկչին ու մեր ժամատրավան Աստծո սրդին մոտ Ով սրգիչ Հիսուս օրհնյալ արդ քեզ ենք կարոտ օգնե ամենուս մնալ Աստծո սրդին մոտ Սուրբ Տեր մգա ազատության Աստծո սրդին մոտ Հոնցենցում գահավերժական Աստծո սրդին մոտ Ով փրկիչ Հիսուս օրհնյալ արդ քեզ ենք կարոտ օգնե ամենուս մնալ Աստծո սրդին մոտ Իբրև ձանուցանելիք շատ բամը չունենք, բայց շնորհակալություն գայտնենք նվերներուն համար, իսկ անոնք, որոնք գրնալ սրտապուխ նվեր մդալ ուրեմն Հայաստանի մանուկներուն հոս պետք եղած գայքեչը գա, դեղը գա նվիրելու մանուկը ուրախացնելու համար, անոնք, որոնք քաչալերվին և գարաշնորդվին թող գադարեն, ինչպես որ սրդերնին գգամենա։ Ասոր համար եթե գուզեք մեր եկեղեցին ովևէ մեկուն մանավանդ հաշվաբահին սարային դեսնել և կրնավոր ինքը ցեզի օգտակար ըլլա։
Պիտի կանչեիս, այո, Նազոն և Ձովիգը։ Այսօր պիտի վարենք ծնունդի խաղաղության խոստումը խորհրդանշող երկրորդ մոմը։ Այսօր համար կհրավիրենք դերև դիգին Նազո և Ձովիկ Բալյոս զույգը։ Իրենց մոմը վարելեն առաջ լսենք մի քանի համարներ խաղաղության վրայով ավետարանեն։ Անոր անունը պիտի գոչվի սկանչելի խորհրդագից հզոր Աստված հավիտենականության հայր խաղաղության իշխան։ Իսկույն այն հրեշտակին հետ երկնային զորքերու բազմությունը եղավ, որոնք Աստված կորտնեին ու գսեին երկինքի բարձրության մեջ Աստուծո փառք ու երկրի վրա խաղաղություն, մարդոց մեջ հաջություն։ Երանի խաղաղություն ունողներուն վասնզի անոնք Աստուծո որդիներ պիտի գոչվին, գսե մեր Տերը։ Դարձյալ խաղաղություն գտողուն ցեզի, իմ խաղաղությունս կուտամ ցեզի, ոչ թե ինչպես աշխարհս կուտա, ես ցեզի կուտամ, գսե մեր Տերը։ Այս խաղաղության խորհրդով վարենք մեր երկրորդ մոմը։ Փրկչին դված խաղաղությունով դերը լեցնե մեր բոլորին սրտերը։ Շատ շնորհակալ եմ։ Աստծո սրբազան խոսքեն պիտի կարդանք Մարգոս երկրորդ գլուխ 23-ն 28-ը։ Երբ շաբաթ օրը ինք արդերուն մեջեն գանցներ, այսինքն Հիսուս, իր աշակերտները, որ իրեն հետ էին, սկսան ծորենի հասկեր բրցնել։ Փարիսեցիները ըսին իրեն. նայե շաբաթ օրը ինչ կնեն, որ արդոնված չէ։ Ինքն ալ անոնց ըսավ. բնավ չեք կարդացեր դուք Դավիթի ըսածը, երբ անոթեցավ, պետք ունեցավ եւ ինք անոնք, որ իրեն հետ էին, մտավ Աստուծո տունը, Աբիաթար քահանայապետին օրով եւ առաջավորության հացերը գերավ ու տեսավ անոնցալ, որ իրեն հետ էին, որ մեգուն օրինավոր չէր ուտել, բայց միայն քահանաներուն։ Եվ ապելցուց շաբաթը մարդուն համար եղավ եւ ոչ թե մարդը շաբաթին համար։ Եվ ուրեմն որդին մարդո շաբաթին ալ դերն է։ Օրհնյալլա դերոջի խոսքին ընթերցումը մեր սրտերուն մեջ։ Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր հայր, որ դարձյալ քու գենաց խոսքետ մեզի գահայթայթես, որպեսզի մենք կարենանք հասկանալ, թե որն է ճշմարիտ պաշտամունքը, որն է ճշմարիտ հոգևոր կյանքը։ Փառք քեզի մեր սրտերեն, որ անգամ ևս մեզի գարաշնորթետ քու դունդ քալու եւ մեր սրտերը քու արջելուտ փանալու։ Անգամ ևս մեր անձերը քեզի նվիրելու, գոդրած ու խոնար սրտերով, որպեսզի կարենանք քո առջևդ շնորհք գտնել, քու աստվածությանդ, քու մեծափառությանդ, ամենակիդությանդ առջև, ինչպես չխոնարինք մեր սրտերը, քեզի համար ով դեր մեծ ուրախություն է, երբ որ քու դանդ մեջ քու զավակներդ կհավաքվին,
Եվ իրենց անձերը քեզի կհանձնեն անգամ միևս, որպեսզի գրանանք մեր արժև գտնված շաբաթը քեզմով շարունակել։ Խնդրենք քեզ մեզ ով դեր, որ այսօր մեզ անգամ միևս այցելես։ Ուրախ ենք ով դեր, որ մեզ բահեցիր շաբաթը եւ դարձյալ մեզ խոս հավաքեցիր, որպեսզի գրանանք անգամ միևս քո անունը փառավորել։ Բադվել քեզ, լսել քո բադվական խոսքերդ, մեր ցայները քեզի լսելի դարձնել մեր աղոթներով, ինչպես նաև փառաբանություններով։ Խնդրենք ով դեր, օրհնե այսօր այս մնավանդ ծնունդի մոտեցող օրերուն մեջ, նոր դարվա մոտեցող օրերուն մեջ, որովհետեւ ով դեր գարանանք մենք անգամ եւս քո ներկայությունովդ զորություն ստանալ, արթնություն ստանալ, քաջություն եւ մանավանդ խաղաղություն ունենալ մեր սրտերում մեջ քեզմով, որովհետեւ գարանանք այդ խաղաղությունով շարունակել մեր կյանքը, որովհետեւ դու օրհնես։ Գաղութենք նաև մեր այն սիրելիներուն համար, որոնք այսօր ներկա չգրցան ըլլալ, ոմանք հիվանդ ըլլալով, ոմանք դարեց ըլլալով, ոմանք հիվանդ ըլլալով, բոլորին ով դեր հետ ըլլաս նաև սգավորներուն, որոնք իրենց սիրելիներուն գորուստը գողպան։ Այս ուղղությամբ ով դեր կխնդրենք Սուրբ Հոգիովդ, որ դու ներկա ըլլաս անոնց սրտերուն մեջ եւ զիրենք քաջալերես, զորացնես հավատքով, հույսով եւ սիրով։ Գաղութենք նաև մեր հայ ժողովրդին համար, թե հայրենիքի և թե միջին արևելքի եղող մեր ժողովրդին և սպիրկի մեջ եղող ժողովրդին, որոնք ունին նաև իրենց հոգերը, մտահոգությունները, ցավերը և խառնաշփոթ կյանքը, ով դեր իրենց տուն բայծարություն, մտքի բայծարություն և սրդի խաղաղություն շնորհես ով դեր, որպեսզի գարանանք այս վատվական օրերում մեջ, այս խորհրդավոր օրերում մեջ քեզ գտնել, քո խաղաղությունդ և քո ցնծությունդ ունենալ մեր սրտերուն կյանքերուն մեջ։ Այսպես ով դեր այցելես մեր ժողովուրդը, մեր եկեղեցին ժողովուրդը, ինչպես նաև հետ ըլլաս մեր վարչություններուն, ծառայողներուն, որպեսզի գարանանք բոլորս միասին ուժ և զորություն ստանալ և ծառայել քեզի խանդավառությունով և փառք տալ քո անվանը դոկտեր։ Այս բոլորը խնդրենք մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով, որուն գվայել է փառք, իշխանություն և բադիվ հիմա ու հավիտյանս։ Ամեն։ Պիտի երգենք նաև 636-րդ երգը, ինչպես երգենք ամեն գիրագի մինչև ծնունդի օրը, ծնունդի երգը, նույնպես այսօր ալ պիտի երգենք ծնունդի երգը, երգ 636։ Ոսկի փողերթող կորան, թոզարտուն ասկեր համայն, մեզ ծնավ փրկիչ, դես հոնաս խրաշապար, շողա երկնիցի գամար, սերնը շույլ է գենարար, մեզ ծնավ փրկիչ, հալելույա կովենք դեր, օրդնապեր է այս այքչինչ, հալելույա, հալելույա, մեզնավ փրկիչ, արձածանկակներ հնչեն, թող արձագանք տանլերներ, մեզնավ փրկիչ, վախտասկաց թողան հետին, սրդեր խայդան ծնձակին, այս է պատմություն մեղքին, մեզնավ փրկիչ, հալելույա, կովենք
դեր օրնապեր է այս այքինչ Հալելույա հալելույա մեզնավ փրկիչ Թող երկե ամեն բերան զի այս է մեծ օպելյան մեզ տնավ փրկիչ Երկեցեք զիդիր է դեր ցնծության հոգին կեդեր Հավաքորձն է ավարդեր մեզ տնավ փրկիչ Հալելույա քով ենք դեր օրնապեր է այս այքինչ Հալելույա հալելույա մեզ տնավ փրկիչ Այսօրվա մեր պատգամապետը Բիդիլլա Մայք Չուկակելյան ուրախ ենք որ դերը մեզի գխոսի մեր երդասարդ անդամներով եւ իր ներշնչիչ պատգամներով դերը օրհնե եւ զորացնես ինքը եւ իր ընտանիքը հրամեցեք Արդեն թեկդեմպեր ամսու գեսն է, Սուրբ Ծնունդյան, Քրիսմասի, նոր դարվա արձակուրդները գմոդենան, հանգիստ, թաթար, ընտանիք, ընդհանրապես դարին մեկ-երկու հատ ունենանք այսպես բահեր արձակուրդի, ինչպես կլար, եթե թաթարը դառնար շաբթական սովորությունը, այնպիսի ցավով որ մեզ առողջ կբահե եւ հոգեվորապես արթուն Աշխարհը գսե ոչ, աշխարհը գսե աշխատիր Ջակ Մա Ալիբաբայի հիմնադիրը կգանչե 996 օրհնություն 996 ասել է որ արդվա 9-ն մինչև երեկոյան 9 աշխատիր շաբաթը 6 օր ասիգա օրհնություն կգանչե եթե այս է օրհնությունը անեցքը ինչ կգարձե արդյոք Ջենսեն Հուանգ NVIDIA-ի դնորենը, ուրեմն NVIDIA ամենաթանկագին թանկարժեք ընկերությունն է աշխարհիս ներկային, Apple-ն եւ Google-ն ավելի։ Ինքը գսե որ երբեք չի գնար։ Արավոտյան 5-ին կսկսի 7 օր արդվնե մինչև գիշեր աշխատի ամեն օր երբ հարց կուտան արձակուրդ եթե գարնե գսե երբ ընտանիքս կովից է այդ արձակուրդ կնկատեմ բայց սեր աշխատիմ միշտ աշխատի Expedia այդ արձակուրդներու ընկերությունը գսե որ ամերիկացիները ամենակիչ արձակուրդ օրերը գարնեն աշխարհի բոլոր երկիրներեն Շատեր չեն օգտագործել իրենց լման դրված օրերը ինչու շատ սպաղ են շատ ծանրաբերված են ոչ ժամանակ ունին արձակուրդի ոչ ժամանակ ունին ծրագրելու վերջնաժամ գեդեր կան deadlines եւ ժամացույցը գվազե իսկ կանադա ավելի լավ չէ շուրջ գեսը աշխատողներուն գսեն որ այնքան ծանր է մտահոգությունը սթրեսը որ իրենց աշխատելու կարողության գաստ է աշխարհի մեջ burnout-ը հոգնածությունը դարեգան ավելի քան 1 տրիլիոն դոլար վնաս կպատճառի միլիոն դոլար վնաս կպատճառի քանի որ մարդիկ հոգնած են խնդիրը մինակ տրամական չէ հոգևոր է մորցած ենք գենալ դարձած ենք մեքենա որուն stop կոճակը չաշխատիր պատկամս այս է իմ սերունդիս եւ երդասարդ նոր սերունդին հոգեբանական եւ հոգևոր առողջությունը վտանգի մեջ է The psychological and spiritual health is in danger պետք է գնանք պետք ունենք սուրբ հանգիստի դերոջը օրը ետ բերել այս մեկ փոփոխությունը ոչ միայն պիտի լավացնե մեր շաբաթը այլ նաև մեր հոգին եւ մեր աշխարհը ասեմ թե ինչ պետք է անել ոչ մեկ բան բարձրապես գնալ հանգչին քանի որ հանգիստը թիվ 1 կլավացնե մեր առողջությունը թիվ 2 կշատցնե մեր հավատքը եւ կբացեցնե մեր մտահոգությունները եւ թիվ 3 մեզ կմոդեցնե Հիսուսի
Թիվ 1. Հանգիստը կլավացնե մեր առողջությունը։ 1974-ին սրտապան cardiologist Meyer Friedman նկատեց, որ իր վտանգի տակ գտնվող հիվանդները նման էին մեկ ձևով։ Բոլորը ժամանակի սերմության զգացումով կդարաբեին, a sense of time urgency։ Ան գանչեց այս աջաբարանքի հիվանդությունը, hurry sickness, շարունակական զգացումը, որ ժամանակը քիչ է, feeling rushed and anxious։ Եվ այս զգացումը կվնասե ֆիզիկական սիրտը, հիվանդ կնե, այնքան որ բժիշկը կչափե եւ կփորձե լուծում գտնել թերերով։ 100 տարի առաջ Corey Boom ասաց է, both sin and busyness have the exact same effect. They cut off your connection to God, to other people, and even to your own soul. Երկուքն այլ թե մեղքը եւ թե սպառվածությունը ունին ճիշտ նույն աստեցությունը։ Անոնք կգդրեն քու գաբդ Աստծո հետ, ուրիշներու հետ եւ նաեւ քու սեփական հոգիիդ հետ։ Մոտավորապես նույն ժամաշրջանին Carl Jung հայտնի հոգեբանը, psychologist-ը, որ Ֆրոյդեն յետքը այն նույն ադենները եկավ, ասաց է hurry is not of the devil, hurry is the devil. Աջաբարանքը սատանայեն չէ, աջաբարանքը սատանան է, քանի որ ինքը դեսած է այդ տեսակ կյանքի արագ վասկի վնասարար աստեցությունները մտքին վրա։ Marcus Aurelius կրած է ասիգա երկրորդ թարուն Քրիստոսի առաջ, բայց գարտամ ցեզ եւ գարձես թե հիմա կրած է ներգայիս։ Գսե բարաբի մի անցներ մնացյալ ժամանակը այստեղ մտահոգվելով ուրիշներու մասին, թե ով ինչ կնե, արդյոք այսօր որքան մեր ժամանակը անորմով կսպաղվի, որ ով ինչ կնե, ինչ post բերերը Facebook-ի, Instagram-ի վրա, քանի հատ լայքեր ունին, կամ ինչ կսե ուրիշը, եւ ինչով կսպաղի, ուր արցագուրտ կացերը ինչ պատկեր թրերը։ Այդ բիդի խանգարե քեզ գետրոնանալու քու մտքիդ վրա։ It will keep you from focusing on your own mind. Եթե այս բաները ճշմարիտ էին անցյալին, որքան ավելի ճշմարիտ են այսօր։ Վերջերս Jonathan Haidt գանչեց այսօրվա երասարտները the anxious generation, անհանգիստ սերունդը։ Մեր մեծ հայրերը եւ մեծ մայրերը թիմացան դեղահանման, աղքատության եւ սովի։ Այսօր հարուստ երկիրներու մեջ երեխաները չեն դարաբիր սովեն, աղքատութենեն եւ բادرազմեն։ Ուրեմն ինչու ավելի անհանգիստ են։ Նոր ծնածները ավելի դգար չեն, քան թե մեր մեծ հայրերը եւ որ ծնան նույնն են։ Jonathan գպացադրե աջաբարանքի գպացադրե ուրեմն մարդիկ չեն դրդմիր երբ անոնք միասին գթեմատրեն վտանգներ անոնք կդրդմին երբ կսկան մեգուսացած մենակ կամ անօգուտ եւ երկու պատճառներ գուտա որ ինչու այս կբադայի հիմակվա երասարտներուն իրական աշխարհեն չափազանց բաշխանված լալը եւ virtual աշխարհեն social media cell phone ոչ բավարար բաշխանված լալը People don't get depressed when they face threats collectively. They get depressed when they feel isolated, lonely, or useless. And this is due to overprotection in the real world and underprotection in the virtual world. Այսինքն մենք շատ վախծած ենք ֆիզիկականեն եւ բավարար չենք վախծած խաղապարներու, սկացումներու եւ համոզումներու աշխարհեն որոնք անհոգորեն առանց ովևէ բայկարի մեր մեջ կուքան հերախոսներով,
եւ բզդիկներում մեջ կուքան։ Ուրեմն այդ սկացումը, որ դեսնես բզդիկը 5 տարեկան парքին մեջ կխաղա, օրորոցին բարձր ելերը կամ ասիջանին վրան է եւ գվախնաս եւ գսես ասված պաշտպանե իրեն։ Շատ է փախտadmամբ ոչ մտահոգության եւ որ դեսնես նույնան բզդիկը ինտերնետով ինչ տեսակ աշխարհի ոչ ֆիզիկական խորհուրդներու ենթարկա է։ Աջաբարանքի հիվանդությունը hurry sickness, որ սկսած է 50 տարի առաջ, մեզ գստիբե շատ սպառված ըլլալ եւ վասկի մեջ սկալ։ Այսօրվա anxious generation-ը անհանգիստ սերունդը գուզե մեր արդեն գարջդված ազատ ժամանակը թեպի technology, cell phone, social media դանիլ, որ մեզ առանցնացած կսկացնե։ Արդյունքը կսկանք disconnected, բաժնված, անչադված, քագված իրար մե փնության հետ, մեր հոգին հետ եւ Աստծո հետ։ Ինչպես կգնանք վերաթարնալ ճիշտ կետրոնացումին։ John Mark Comer գկանչե մեզ կորձի, սկսելով իր քիրքին վերնակիրան։ Միկային դարի առաջ կրած է the ruthless elimination of hurry, անկուտ չնչումը աջաբարանքի։ Ազատվելու համար այս առազվասկեն պետք է մդատրապար չնչել զայն և պետք է այսնել անկուտ ծևով։ Ահա մի քանի կորձնական փոփոխություններ, որ անգարաչարգ է։ Ամեն օր հատկացուր ժամանակ լրության, մենակության եւ մտածելու քրե կյանքիդ մասին մտածումներդ քալե ավելի գամած քշե ավելի տանտաղ հասիր 10 վարյան շուտ հանդիպումներուն Նևոս ես խոստովանիմ դժվարություն ունիմ ասոր մեջ եւ ըստ երևույթին այս արդույալ շատ դժվարություն ունեին հասիր 10 վարյան շուտ հանդիպումներու եւ մի օգտագործեր քու հերախոսդ անանք առանց հերախոսի գեցիր ձնող եղիր քու հերախոսիդ տնելով զայն քնանալու մի քանի ժամ կեզմե առաջ եւ ցկելով զայն կզրոցիմը մեջ ննչասանյակը դուրս արդուն մինչև որ տուն արտնաս եւ բادرաստվիս այսինքն զայն դες ինչպես 2 տարեկան մը գտեսնես որ անտատար ուշադրություն ուզե եւ որոշ ժամը յետք անդանելի գտարնա պետք է անգոին տնել չնե ինքը գարավարե եւ ծնողքին իշխանության վրա գուզե լալ ուշադրությունը լման իրան անտատար եւ նաեւ մեկ ուրիշ առաջարկ մը գուտա John Comer-ը որ իմ երկրորդ նույնս է բահել շապատը եկեղեցին լուծում ունի բայց առաջ որ հոն երթանք ասեմ որ նպատակս է այսօր որ ոչ մենակ դուք համոզվիք այլ ձեր սիրելիներուն համոզեք քանի որ շատեր սփռնված կսկան այս rat race-ին մեջ ջարդոնի վասկին մեջ համոզեք իրենց 3 պատճառներու համար թիվ 1 անոնք պետք ունին Թանտաղիլը գպուժե սիրտը, միտքը, հոգին, մենք պետք ունենք, երբ մեր շուրջինները հանգչին, մենք հանգիստ կսկանք, և թիվ 3 ոչ սպաղլալը ազու մասին մտածելու արիտ կուտա։ Երկրորդ գեդը, հանգիստը գշատցնե մեր հավատքը և գբաքսեցնե մտահոգությունը, անհանգստությունը։ 1940 Ագան թվականներուն Քեբեկի մեջ ժողովուրդը մոտավորապես 10 հոգին 9-ն ամեն շաբաթ եկեղեցի գուկար։ Այսօր, քանի գարձեք, հագարակը եղած է, 10-ն 1-ը գուկա եկեղեցի։ Երբ փոքրեի Կանադայի մեջ օրենք մգար, որուն անունն էր The Lord's Day Act, դերոջը օրվա օրենքը։ Որ գպագեր խանութները գիրագի օր։
Բայց 1985-ին այդ օրենքը վերցվեցավ եւ գիշեմ ասիգա ես բզդիգեի Սուրբ Հակոբ դբրոցի մեջ եւ աս նույթ կլար ճաշասենյակը կաֆետերիային մեջ իսկ այս տարի Քեբեկի 3 քաղաքներու մեջ Լավալ, Գատինո եւ Սենթ Ջորջ արտոնությունը դրվեցավ խանութները բաց պահելու մինչեւ երեկոյան 8 շաբաթ եւ գիրակի Շատերուն համար նաև հայերուն, որ առաջ բզգեի կարծես թե բոլորը գուքային եկեղեցին, բայց ներկայիս գիրագին դարձած է ուրիշ գործի օր, լեցուն սպաղումներով, դունի գործերով, նորոգություններով, թասերով, ֆուտբոլի, փորձով, արդյոք ճիշտ ուղղության մեջ ենք Հիմա ավելի քան երբեք մարդիկ փուժում պետք ունեն կփնտրեն փուժում արագ եւ անհանգիստ կյանքեն ազատվելու համար ցեզի մարդահրավեր ունեմ եկեք ապստամբենք այս Քեբեկի ցերնարգին թեմ դերոջ օրը սուրբ բայերով եւ գիրագի օրը քննում չնելով լայթ անցամբ կամ կոմպյուտերով Եվ անշուշտ այս մարդահրավերը ես ինձինքիս ալգուդամ, ավելի բարձրը չեմ եւ ինձի ապորցություն է այս բոլորը։ Charlie Kirk-ը իր սպաննվելեն ճիշտ առաջ գրեց քիրքմը, որուն անունն է Stop in the name of God. Why honoring the Sabbath will transform your life. Ազո անունով գեցիր, ինչու շաբաթը բահելը կփոխե կյանքդ։ Ան գանչե շաբաթը բահելը ապստամբությունը Աշխարհի մտեմ որ չուզեր թանտաղին. Honoring the Sabbath is an act of rebellion against a world that refuses to slow down. Ես ալ կորձնական քայլը արի երեք նամակ մը գրեցի Քեբեկի Minister of Finance-ին նախարարին իմ մտահոգություններս արտահայտելով գիրագի օրերու խանութներու ժամերը երկարելու մասին Ամփոփումը ինչ որ ցեզի այս վարիաններում մեջ ներկայացուցի Եկեք միասին ապստամբենք եւ լույս ըլլանք խավար աշխարհի մեջ Հանգստության օրը առաջարկը չէ ան 4-րդ բադվիրանն է 10 բադվիրաններում մեջ եւ մինագն է որուն պատճառ դրված է որ ինչու բահենք անիգա որ զարմանալի է ինչու պետք ունենք Բաճարմը համոզվելու, որովհետեւ ընենք փամը որ մեզի համար լավ է։ Մեր մեղավորը լալը մեզ գուրցնե եւ հստակ չենք տեսներ, այնինչ որ մեզի համար լավ է։ Բաճարը զոր ասված դվավ այս բադվիրանին ուժեղ է։ Ինք հանգստացավ ստեղծագործության 7-րդ օրը։ Ուրեմն մենք հանգստանալու ենք։ Այս չի նշանակեր, որ Աստված հոգնած էր, շաբաթ պարը եբրայերենով կնշանակե գենալ, հանգստանալ և ուրախանալ, ետնայիլ եղածին և հաջույք առնալ, to stop, to rest and to delight։ Գարտամ ելից կսանեն այդ 4-րդ բադվիրանը։ Հանգստության օրը միտքդ պեր, Զանիգա սուրբ բայելու համար 6 օր պիտի աշխատիս ու բոլոր կորձը տնես եւ ոս նշմարեցեք գսե բոլոր կորձը տնես ուրեմն անակ մեկ չէ որ կարմու կորձեր զանց կնես գոր եւ չես հասնիր գոր քու բարդականություններդ անդես կնես գոր այդ չէ նպատակը բոլոր կորձդ գետրոնացած ծավով գնես 6 օրվա մեջ բայց 7-րդ օրը դերոջը քու ասզույթ հանգստյան օրն է Այն օրը կորձմը չկորձես, ոչ թուն, ոչ կու որդիդ, ոչ կու աղջիգդ, ոչ կու ձարատ, աղախինդ, ոչ կու անասունդ, ոչ ալդանը մեջ եղած օդարագանը, քանզի եւ հիմա պատճառ գուդա, որ ինչու ունելու ես հոն չի գնար։ Քանզի դերը 6 օրվան մեջ ըրավ երկինքն ու երգիրը, ձովու ու բոլոր անոր մեջ եղածները եւ 7-րդ օրը հանգստացավ Անոր համար դերը օրտնեց հանգստյան օրը ու
սրբեց զանիգա։ Շաբաթը բահելը մեզ ստեղծագործության գարքին նույն քիձին վրա գբերը։ It aligns us with creation's order։ Երբ կփորձենք այն գարքին հագարակ տալ, կնմանի մեկը որ ցերկը դախտագիմը վրա հագարակ գոմի գդանի եւ փուշեր կմտնե։ Փնության հագարակ կլա, մեր գազմվածքին հագարակ կլա։ Բայց Աստված գիտե որ մեղավոր ենք եւ հագարակ պիտի փորձենք գնալ։ Օրեր պիտի ելնան եւ պիտի ասենք այս շաբաթ շատ գործ ունիմ։ Ուրեմն հիշենք որ այս բադվիրանին յեդին ուժեղ պատճառ մգա։ Աստված ինք հանգստացավ։ Երեխաներուն իմ հոգտանելու ծախսերս շատ են երկու գործ ունիմ։ Աստված ինք հանգստացավ։ Կպատրաստվի մեծ քննությամբ երկու շաբթի։ Աստված ինք հանգստացավ։ Եվ հիշենք, որ հիշելու ենք, որ ի վերջո մեր ողջլալը, առողջ ողջլալը իր վրա գախյալ է, ինք կորոշե, եթե երկու շաբթի ողջ եւ առողջ պիտի Տասը բարձ է, եթե երկնքի ու երկրի ստեղծողը գանք արավ, տունալ գանք գրնաս արնել։ Քու կորձդ իր կորձան ավելի մեծ չէ։ Քու կորձերուտ արդյունապերը լալը եւ նույնիսկ յանքդ իր ցերքին մեջն է։ Տուն գաբրիս, որովհետեւ ինքը ստեղծեց քեզ եւ իր ստեղծության ընթացքին հանգստացավ քեզ օրինակ դալու եւ օրտնեց 7-րդ օրը։ Երբ շաբաթը կբահենք կամ հանգստյան օրը կբահենք, կվստահենք, որ Աստված կհոգա մեզի։ Արի հետևանք մեր մտահոգությունները կբացին։ Տեխնոլոգին մեզ մինակ կսկացնե, հանգստյան օրը մեզ կգաբե իրար եւ Աստծո հետ։ Փարիսեցիները շաբաթ օրը կբահեին եւ ավելցուցած էին կամ քրած էին 39 արգելված կորձերու ցանգը, որ Աստվածաշունչին մեջ չի գա, բայց իրենք հստակացուցած կամ ավելցուցած էին։ Հերգել, որսալ, հանկույց քագել, գարել մեկեն ավելի գար, քրել մեկեն ավելի նամակ, կորձ կնկատվեր։ Քալել գարելի էր, բայց 800 մետրեն բագաս։ Մարգոս 2-ին մեջ, ինչպես գարտացվեցավ, աշակերտները հանգիստը արդեն անցան եւ ծորենի հասկեր կփրցնեին, քիչմը ուտելու համար։ Փարիսեցիներն արդոնված չէ, կհնցեն։ Հիսուս պատասխանեց շաբաթը մարդուն համար եղավ։ Ոչ թե մարդը շաբաթին համար։ Այսօր մենք այդ խնդիրը չունենք ինչ որ փարիսեցիները ունեին, մենք չենք հաշվել մեր քայլերը, օրինաբաշտ, legalistic չենք, շաբաթը կհամարենք ընդհանրապես ընդրությունը, optional։ Արդեն գիտենք, թե մարդը շաբաթին համար ծառայելու, ծառաթարնանու համար, օրենքներու համար չէ։ Ուրեմն պետք ունենք առաջին մասը։ Շաբաթը մարդուն համար եղավ, մեր օգտին։ Մեր անհանգիստ սերունդը, the anxious generation, պետք ունի հանգիստի։ Անաբադին անհանգստության մեջը Աստված օրական մանանա տվավ, 6-րդ օրը 2 անգամ տվավ, որբեսի 7-րդ օրը չաշխատին եւ հանգչին։ Այս բամության նպատակն է, որ գիտնանք, որ օգնական ունենք, գրնանք իրեն վստահին, նույնիսկ նեղության անհանգստության մեջ եւ որ լանք անաբադի մեջ մեր կյանքի։ Հիսուս այս բոլորը կգաբե Մատթեոս 6-ին մեջ, հոգ մի ընեք, գսե, ծեր կյանքին համար։ Նայեցեք ստեղծագործության գարքին, թե ինչ մի մտահոգվիկ, թե ինչ պիտի դեք կամ խմեք, նայեցեք թրջուններուն, ծեր հայրը կգերագրեզ անոնք, չէ որ դուք անոնցմել ավեք, ուրեմն հոգ մի ընեք։ Իմ կյանքես օրինակ մը երբ ուսանող եղած ժամանակս որոշեցի 6 օր բոլոր դպրոցի բարեկամությունները սնել
եւ կիրագի օրերը չաշխատին հանգչին նույնիսկ քննությունները առաջ երբ հաջողեցա շնորհակալ եղա Աստծո 25 տարի հետ շատ մը տասերեն չկործածելով մորցելեմ բայց այս չեմ մորցած որ 6 օր կործելը եւ 7-րդ օրը հանգստանալը օրհնություն կբերե նաեւ բագաս մտահոգ կլաս ստրես կլաս քանի որ գիշես որ Աստված հետ է ինչպես իր ժողովրդին հետ էր անաբադին մեջ գիտենք որ հանգիստը գլավացնե մեր առողջությունը գշացնե մեր հավատքը եւ գբաքսեցնե մտահոգությունը եւ երրորդ մեզ գմոդեցնե Հիսուսի աղոթքով մը առաջնորդվենք դեպի այս երրորդ գեդը The Serenity Prayer որ գարելի լսած եք Շաբաթն է բարերով խաղաղության աղոթքը The Serenity Prayer Գսե God grant me the serenity to accept the things I cannot change courage to change the things I can and wisdom to know the difference Ուրեմն երկու բաժնված բաներու մասին խոսի աս աղոթքը ինչպես շաբաթը երկուքի բաժնված է Աստված դուր ինձ խաղաղություն ընդունելու այն բաները որ չեմ գտնար փոխել քաջություն փոխելու այն բաները որ գրնամ եւ իմաստություն դարբերությունը հասկանալու այս աղոթքը ինչպես 6-ը մեգեն բաժնելը մեզ գսորվեցնե մեր բաժնին վրա աշխատել եւ մնացածը ցկել Աստծո ցերկին մեջ հրաբական վաղը մեր ցերկը չէ այս աղոթքով եւ դերոջը օրը սուրբ բայելով գիշենք որ մեր արժեքը գփոխի իր ներկայությանն իր մասնակցությանն մեր կյանքին մեջ եւ ոչ թե մեր կորձին արդատրածությանն երրորդ կետ հանգիստը մեզ գբերե Հիսուսի մոտ Մարգոս երկրորդ գլուխը գսկսի Հիսուսի գաղին ներելովը եւ ապա բժշկելովը այնպես ցույց կտա իր աստվածային իշխանությունը մեղքին եւ հիվանդության վրա անգեյդ կհրավիրե Մատթեոսը որ իրեն հետևի եւ գճաշե մեղավորներու եւ մաքսավորներու հետ երբ հարց կուտան թե ինչու մեղավորներու հետ նստած է կպատասխանե առողջներուն բժիշկ պետք չէ հաբա հիվանդներուն ես արդարները գանչելու չեկա հաբա մեղավորները այսպես կհաստատե իր իշխանությունը մեր գոտրված հոգիներուն բժիշկ լալովը երբ հարց կուտան թե ինչու իր աշակերտները ձոմ չեն բահեր կպատասխանե միթե կարելի է որ հարսանիքին դղակը երբ պեսան իրենց հետ է ձոմ բահեն ոչ ժամանակ որ պեսան իրենց հետ է կարելի չէ որ ձոմ բահեն այսպես կհաստատե իր իշխանությունը մեր կյանքին ուրախության գետրոնը լալու այսօրվան տեքստին մեջ կտեսնենք որ Հիսուս կհաստատե իր իշխանությունը նաև շաբաթին վրա այսինքն հանգիստին վրա եւ բոլոր կրոնական կանոններուն վրա որ մեր հոգիները ճիշտ կնեն մեր անձին մեջ եւ Աստծո առջև ինքն է մարդուն հանգիստը մարդուն փապակը մարդուն նպատակը շաբաթը մարդուն համար եղավ մարդը շաբաթին համար չեղավ ինչի համար եղավ մարդը Աստուծո համար եղավ եւ ոչ թե օրենքներու համար Սուրբ Օգոստինոս գրեց 4-րդ դարուն թուն մեզ ստեղծեցիր քեզի համար եւ մեր սրտերը անհանգիստ են մինչեւ որ հանգչին քու մեջդ Գրիգոր Նարեգացի աղոթեց նման ցևով հանգիստը չէ որ կփնտրեմ
այլ հանգչեցնողին երեսը գահաչեմ։ Շաբաթը մեզ գդանի իր սահմանեն անտին թեպի դերմը, ուր կոհացնենք մեր հոգիներուն ամենախոր ցանկությունը։ Դերմը ուր գտնենք լման եւ իսկական հանգիստ։ Այդ դերը դերմը չէ, այլ անցմն է։ Ինքն է շաբաթը, հանգիստին դերը։ Իրական հանգիստը թոշակի անցնելը չէ 65 տարեկանին retirement ունենան։ Իսկական հանգիստը ազատությունն է մեղքերեն, ազատությունն է վասկեն, որ գալարյալ երևնանք, որ բավարար մաքուր լանք։ Ազատությունն է աշխատանքեն, որ Աստուծո եւ մարդոց առջև հաճելի լանք։ Հիսուսի հարութենեն յետ քրիստոնյաները սկսան գիրագի օրը, հանգստյան օրը ընել, փոխանակ շաբաթ օրը, նշելով նոր ստեղծագործության բացմությունը։ Խաչին վրա մեր փրկիչը ասավ ամեն բան գադարվեցավ, անլրացուց մեր փրկության կորձը եւ հանգչեցավ, հաջույք արավ իր ռաձան, որովհետեւ մենք նոր կյանք ունենանք եւ հանգչենք իր փրկության մեջ, հանգչենք ներված եւ իրեն մոտ։ Կորձնական մի քանի աբստամպելու քայլեր առաջարկեմ, a few rebellion proposals։ Սերը ցույց կդրվի ժամանակով, եթե գսես որ գսիրես մեկը, բայց այդ ժամանակ չես անցներ, խոսքդ արժեք չունենար, նույնը Աստծո հետ։ Ուրեմն ամեն գիրագի աբստամպելով ոչ միայն եկեղեցի եկուր 10 վարյան գանուխ, հոս ինձի կարոզեմ, դժվար է ինձի համարա։ Եվ բոլոր օրը սուրբ պահ է, ուրեմն սելֆոնդ մեկ կոմտիր, լուրերը մդիկ մի իներ, կնումի մի երթար, աշխարը գեցուր։ Ամեն օրալ մեկ ժամ կամ կոնե մի քանի վարյան գանկար, ամեն բան թատրեցուր, ժամանակ դուր ասվայաշունչ կարդալու, քոցե աչքերդ այս աշխարհեն եւ աղոթե։ Երբ ժամանակդ շիդակ տասավորվի, բոլոր կյանքդ շիդակ կտասավորվի։ Թանթաղիլը վերահաստատե մեր սրդերուն առողջությունը, ֆիզիկական սրդերուն առողջությունը, կգետրոնացնե մեր միտքերը, կբարձրացնե մեր աչքերը ամենօրյա հոգերեն, աշխարհեն, անցնողական, թեպի հավիտենականության եւ կշատցնե մեր հավատքը։ Վերջացնելով մեր սերունդին եւ երասարտներուն հոգեբանական եւ հոգեվոր առողջությունը վտանգի դակ է։ Բայց բարեբախտաբար եկեղեցին լուծումը ունի։ Ան է քաղաքը, որ լերան վրա է, որուն լույսը չի կրնար բախվել։ Եթե մենք դերոջը օրը սուրբ պահենք, այնպես պիտի լուսավորե մեր լույսը մարդոց առջև, որ պիտի տեսնեն մեր բարի գործերը եւ հանգիստը եւ փառավորեն մեր հայրը, որ երկինքն է։ Ուրեմն անկուտ ծևով չնչենք վասկը, արագ կյանքը եւ հանգչենք։ Անգլավացնե մեր առողջությունը, կշատցնե մեր հավատքը, կբացեցնե մեր մտահոգությունները եւ մեզ կմոտեցնե Հիսուսի հանգիստի դիրոջ։ Հիսուսը որ մեզ կհրավիրե իր մոտ։ Եթե ընդունենք իր հավերը, պիտի գտնենք ոչ միայն հանգիստը, այլ նաև հանգչեցնողին երեսը։ Դերունական աղոթքը ոտքի վրա երկելով պիտի վերջացնենք մեր վաշտամունքը։
նախապես անշուշտ մեր նվերները հավաքենք եւ վերջը։ Դերունական աղոթքը ոտքի վրա երկելով վերջացնենք մեր պաշտողունքը։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես է արքայություն քո, Եղիսին գամ քո, որպես երգինս և երգրի, ցած մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, թող մեզ զվարդիս մեր, որպես եմեք թողուք մերոց բարդաբանած, եմի դանիր սմեզի փորձություն, Զիքո է արքայություն և զորություն և փառք Հավիդյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, Հոր Աստծո անբատմելի սերը և Հոգևոր Սրբո հաղորդակցությունը և բահաբանությունը ձեր բոլորին հետ լա, ամեն։